Երևանի որոշ այգիներ տրամադրված են վարձակալության մինչև 2108 թվականը։ Սա նշանակում է, որ հանրային տարածքները մասնավորի ձեռքում կմնան նաև հաջորդ դարում։ Մայրաքաղաքի կանաչ գոտիներում 65%-ը տրամադրված են անհամաչափ վճարով վարձակալության։ Օրինակ Վարդավառի այգում 18 հեկտարը տրամադրված է վարձակալության ամսական 52,000 դրամով։ Օղակաձև զբոսայգում 500 քառակուսի մետր կա ամսական ընդամենը 5,000 դրամով վարձակալության։ Չնայած այս հանգամանքին շատ վարձակալներ մեծ պարտքեր են կուտակել։ Կան վարձակալություններ, որոնք որ տրվել են 90-ականներին, այնպիսի արժեքով, որը որ ըստ էության անընդունելի է։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը զգուշացնում է, քաղաքի այգիները վետերոկի տեսքով պահել այլևս չի ստացվի։ Քաղաքապետարանը խոստանում է մեծ պարտքեր կուտակած վարձակալներին տանել սնանկացման։ Մենք ուղարկելու ենք գործը սնանկացման դատարան եւ արդեն համապատասխանաբար այդ ընկերությունները շատ ավելի մեծ խնդիրների են բախվելու, եթե կամ մեր պարտքերը չփակեն, կամ չառաջարկեն ներդրումային ծրագիր իրենց կողմից վարձակալվող տարածքը։ Խոշոր պարտապանների թվում է նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi-Wellness կենտրոնը։ Կառուցապատման իրավունքով տրամադրված այս տարածքը 2022-ից կուտակել է մոտ 30 միլիոն դրամ պարտքեր եւ տուգանքներ։ Մեր Երևանի, երևանցիների, հայ ժողովրդի համար